Անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամեր, որպես և մեկ թողունք մերոց բարդաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյա իչարե, զիքո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Ողջույն մեր սիրելի ժողովրդին, սկսում ենք քրիստոնեական դաստիարակություն հաղորդաշարը։ Այսօրվա մեր նյութն է ուրեմն մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկը, մենք անցյալ անգամ էլ այդ խորհուրդների մասին խոսեցինք՝ մգրտություն, դրոշ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ, կարգ հիվանդած կամ վերջին օծում, կարգ ձեռնադրության։ Այսօր մենք պետք է խոսենք 7-րդ խորհրդի մասին, ձեռնադրության կարգը, որը ըստ աստվածաշնչային հիմքերի գալիս է Մովսես մարգարեի կողմից, երբ Աստված քահանայության կոչումը կամ քահանայությունը ավելի հաստատեց ղևտացիների կողմից, որպեսզի նրանք այդ օրինական քահանայությունը ընդունեն իրենց վրա եւ միայն նրանք կարող էին քահանայական աստիճանը ստանալ։ Անշուշտ այդ աստվածաշնչային հիմքը վերահաստատեց նաեւ Հիսուս Քրիստոս, որ աշխարհ եկավ եւ իրեն հաջորդներ ընտրեց առաքյալներին, որոնց տվեց այդ իշխանությունը ոչ միայն քարոզելու, այլ նաև ձեռնադրելու տարբեր հետևորդներ, որպեսզի շարունակեն իրենց գործը։ Իմ խոսակիցս Հայկ Մադոյանն է կրկին անգամ, Հայկ առաջին հերթին մենք երևի բացատրենք, թե աստվածաշնչային հիմք, որ ունի այս ձեռնադրությունը, գալիս է Մովսես մարգարեից, ղևտացիներից, հասնում մինչև Հիսուս Քրիստոս, բայց արդյոք ինչ է ձեռնադրությունը։ 7-րդ խորհուրդն է, մենք մյուս խորհուրդների մասին խոսեցինք, ուրեմն բոլոր խորհուրդները ավետարանական հիմքեր ունեն։ Ոչ միայն ասենք Քրիստոս երկու խորհուրդ հաստատեց հաղորդության եւ մգրտության խորհուրդը, այլ նաեւ մյուս բոլոր խորհուրդները ունեն ավետարանական հիմքեր։ Դրա համար մենք հիմա քանի մյուս խորհուրդների մասին խոսել էինք, ուզեցինք խոսել նաեւ ձեռնադրության խորհրդի մասին։ Ինչ է ձեռնադրությունը, ովքեր են ձեռնադրվում, ովքեր կարող են ձեռնադրվել, ամեն մարդ կարող է ձեռնադրություն ստանալ, ինչպիսի աստիճաններ կան ձեռնադրության, ասենք առաջին աստիճանից մինչև կաթողիկոսական աստիճան եւ այլն։ Սրանք հարցեր են, որ այսօր մենք կփորձենք այս ընթացքում մեր հաղորդաշարի բացատրել մեր ժողովրդին։ Ուրեմն, ինչպես ես արդեն սկսեցի, ասացի այդ մասին, որ ղևտացիներին է տրված քահանայությունը եւ հերթական կարգով նրանք շարունակում էին այդ մինչև Հիսուս Քրիստոս։ Տերեր, ճիշտ է, կարելի է նաև այս հարցերի շուրջ ավելի արծարծվել, որպեսզի ժողովրդին շատ ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Նախ ձեռնադրության խորհրդի մասին խոսենք, ինչպես շատ ճիշտ նշեցիք, մեր 7 խորհուրդներից մեկն է եւ ընդհանրապես, երբ որ մենք յուրաքանչյուր խորհրդի մասին մեր հավատացյալները կհիշեն երևի խոսում ենք, շատ շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ խորհրդով տվյալ դեպքում Սուրբ Հոգու շնորհն են ստանում։ Տվյալ դեպքում ազնվորությունը ձեռնադրվողը հոգևորականը ստանում է նորից Սուրբ Հոգու շնորհը եւ իրավասություն է ստանձնում, նվիրապետական աստիճան է ստանում, կարգ է ստանում եւ իրավասություն է ստանում ավետարանը քարոզելու, իրավասություն է ստանում խորհուրդները կատարելու, իրավասություն է ստանում Աստծո կողմից տրված շատ կարեւոր մեղքեր ներելու։ Այս հանգամանքներն են, որոնք սովորական անհատը, սովորական հավատացյալ անհատը իրավասություն չունի, նորից տրված Աստծոց։ Այս մեր միջավայրում կարծես շատ հաճախ այս գաղափարները դժվարամբռնելի են, խրթին են դառնում։ Դրա համար ես կուզենայի ձեզ հետ միասին ավելի մանրամասնել, ավելի բացատրել, որպեսզի ժողովուրդը շատ հստակ դառնա, թե ով է հոգևորականը վերջը եւ ինչի է հոգևորականի դերը այսքան կարեւոր մեր երկրում։ Շատ ճիշտ նշեցիք, որ փաստորեն բոլոր խորհուրդները աստվածաշնչային հիմքեր ունեն։ Եվ այո, եթե ուշադրություն ենք դարձնում 5 կտակարանի վրա, մենք այստեղ հստակ տեսնում ենք, որ Աստված ընտրեց որևիցե մի խումբ, լիներ դա Ղևի, ասենք տոհմը, լիներ որևիցե մեկ այլ բան, տվյալ դեպքում Ղևիի տոհմն էր իհարկե, Ղևիի ցեղներ, որոնք որ իրենց վերապահվեց կատարել բոլոր նվիրապետական այս աստիճանները եւ ոչ բոլորը իրավասություն ունեին։ Եվ եթե կհիշեն, ասենք այն անձինք, որոնք որ Աստվածաշնչին ծանոթ են, երևի հիշում են, որ
նույնիսկ Մովսեսը, որ մարգարե էր եւ մտավ տաճար, դա նրան կարծես թե մեղք համարվեց, որովհետեւ տաճար իրավասություն էին մտնել միայն ղևտացիները։ Այսինքն զուտ կոնկրետ անհատներ կարող էին մտնել քահանայական այս ասպարեզի մեջ եւ որոնք որ Աստծո կողմից էին ընտրված, որովհետեւ եթե մենք ասում ենք Մովսեսի կողմից տրված, Մովսեսին Աստված պատվիրեց։ Ուրեմն ուզում եմ շեշտել կարևորագույն հանգամանք, որ Աստծո պատվիրանն էր սա, որ լինեն որոշակի խումբ մարդիկ, որոնք պիտի ծառայեն իրեն։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Խնդրեմ։ Կարելի ասել, որ թե ինչ պայմաններ են անհրաժեշտ, օրինակ, որպեսզի որևէ մի անհատ կարողանա ձեռնադրվել, ասենք, հոգևոր կոչման նվիրվել։ Այստեղ հետաքրքիր մի քանի կետեր կան, որ կուզեի նշել, թե տվյալ անձնավորությունը ինչպիսին պետք է լինի, որպեսզի կարողանա արժանի լինել այդ հոգևոր կոչմանը։ Այսպես ասում եմ, առաջինը չափահաս լինեն, ինչպես նաև մարմնական, մտավոր եւ հոգեկան անթերի վիճակ ունենան։ Ըստ այս բանի հոգևորականը որևէ ֆիզիկական թերություն չպետք է ունենա։ Այսինքն մի աչք չլինի կամ ոտքը կաղ չլինի կամ ուրիշ որևէ տեսակ հիվանդություն բան չունենա, պետք է անթերի վիճակ ունենա եւ արտաքնապես եւ հոգեպես։ Երկրորդ, կոչմանը համապատասխանող մտավոր եւ հոգևոր պատրաստվածություն ունենան։ Երրորդ, հարմար եւ արժանավոր լինեն աստվածային պաշտոնին։ Չորրորդ, անձնական կամ ներքին վկայություն ունենան իրենց արժանավորության մասին, ինչպես նաև վկայություն եկեղեցու ժողովրդի կողմից։ Մոտավորապես այս կետերն են, որ տրվում է յուրաքանչյուր անձնավորության, որը ցանկություն է ստանում հոգևորական դառնալու, այսպիսի կետերով բաղկացած պետք է արժանավոր լինի, որպեսզի կարողանա արժանի լինի այդ կոչմանը։ Կուզեք, եթե մասնավորեցնենք, հիմնականում եկեղեցու հայրերը, քանի որ շատերը չեն իմանում, հիմնականում շեշտը դնում են կոչման գաղափարի վրա։ Անհատը, ինչպես որ ասացիք, այդ մտավոր եւ ֆիզիկական առողջությունն է, որ պիտի ունենար, դա իմիջիայլոց նորից էլի 5 տականից է գալիս Ղևտացված գրքում հավատացյալները կկարդան այս մասին, որ Աստված պատվիրեց Մովսեսին ընտրել մեկին, որը եւ մտավոր, որ շատ կարեւոր է, այսինքն հոգեկան հիվանդություն չունենա, մտային հիվանդություն չունենա եւ ֆիզիկական, այսինքն արած չունենա, սա շատ կարեւոր է, բայց ամենահիմնականը եւ կարեւորը, որ մեր եկեղեցու հայրերը շեշտել են դարերի վեր, հետեւյալն է, որ անհատը կոչում ունենա Աստվածային, այսինքն կոչում ունենա ծառայելու Աստծուն։ Չէ՞ որ ինքը քահանա բառը հենց նշանակում է Աստծո սպասավոր, Աստծո ծառայող։ Եվ եթե անհատը կոչում չունի, այլևս մյուս ամեն ինչ ոնց որ երկրորդական պլանի են մղվում, ծառայության կոչում։ Եվ կուզենայի, քանի որ այս մասին խոսեցինք, մեջ բերել Աստվածաշնչային Պողոս առաքյալի հետևար խոսքերը, որ շատ հստակ ասում է այս կոչման մասին, որ ասում է ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է ներկայացնում, այլ նա ում Տերն է ներկայացնում։ Երկրորդ Կորինթացիս 10:18 համար, այսինքն Տեր ինքը պիտի ընտրի եւ դու այդ կոչումը ինքնին ներքուստ պիտի զգաս, որ դառնաս հոգեվորական։ Իսկ հոգեվորական նշանակում է ամբողջությամբ նվիրվել Աստծո գործին, լինել մաքրամաքուր կյանքի տեր անձնավորություն, ծառայել Աստծուն։ Այսինքն ամեն մարդ չէ, որ պիտի դառնա հոգեվորական եւ հոգեվորական դառնողը պիտի հասկանա այս կարևորագույն մթնոլորտը, այս կարևորագույն նախապայմանը։ Մատթեոս Ավետարանչի 9-րդ գլխի մեջ 10-րդ համարում այսպիսի 37 համարում ներառություն հետաքրիր մի խոսք կա հոգևորականների ընդրության վերաբերյալ, որ ասում է բազում կեն կոչեցյալ, սակավ կեն ընդրյալ, այսինքն շատ են կանչվածները քիչ են, ընդրվածները, դրա համար Տերը ասում է, որ մշակներ պատրաստեք վաղվա օրվա համար։ Ուրեմն կանչված մարդիկ շատ կան, բայց ընդրվածները քիչ են։ Ամեն մարդ պիտի կանչվի Աստծո կողմից, ինչպես Հիսուս կանչեց առաքյալներին, նրանք ձգնորսներ էին, ոմանք ձգնորսներ էին, ոմանք հարգահավաքներ էին, բայց Քրիստոս իրենց կանչեց, ասեց՝ եկեք, ես ձեզ մարդկանց ձգնորսներ պիտի դարձնեմ։ Դուք հիմա ձուկ եք բռնում, պարզ սովորական ձուկ, բայց եկեք, ես ձեզ մարդկանց ձգնորս, այսինքն կանչեց նրանց, որպեսզի նրանք այդ կոչումի տերը լինեն։ Վերջը ձեռքը դրեց, օրհնեց, տարիների ընթացքում Սուրբ Հոգին մտավ նրանց մեջ, բայց սկիզբը կանչեց։ Ուրեմն յուրաքանչյուր հոգևորական նախ կանչվում է Աստծո կողմից, կամ դա ոմանք ասում են պատահականություն է, կամ օրինակ իմ պարագային այսպես եղավ։ Ես 10 տարեկանից եկեղեցի մտա, ճիշտ ասած, ասել երկել սիրում էի, հոգևոր երկել սիրում էի, բայց 1960-ական թվականներին պատկերացրու կոմունիստական շրջան եւ մի փոքրիկ երեխա 10 տարեկան դպրոցից գնում է եկեղեցի։ Պատահական եւ ինչպես ասում են, վերջը այդ սերը մտավ մեր մեջ, կարողացավ հոգևորականը իմ նման մի 10 երեխաների մեջ այդ սերը զորացնել։ Իրեք այստեղ հայք հարց է ծագում, արդյոք խելացիությունն է կարևոր կոչման հոգևորականի մեջ, թե սերը եւ նվիրումը։
որովհետև այստեղ մարդիկ երբեմն մտածում են, որ թող շատ խելացի լինի, ոչինչ, կարևոր չի, նա հավատք ունի, նվիրումություն չունի։ Ես չգիտեմ, օրինակ իմ մտածումով դա ճիշտ չի, որովհետև խելացությունը կարևոր է, ուսումը կարևոր է, բայց գլխավորապես առաջին հերթին կարևոր է, որ մարդը սեր եւ հավատք ունենա եւ այդ նվիրում ունենա եւ դրանով կարողանա զոհության ոգի էլ պետք է ունենա, անպայման, առանց դրա չի լինի։ Ուրեմն բոլորը կարևոր են, բայց ամենակարևորը թե մարդը չեմ ասում, որ խեք չունենա սեր եւ նվիրում ունենա, սխալ կլինի, որովհետեւ այս ժամանակներում պետք է զարգացած ուսյալ լինես, որ կարողանաս ժողովրդի մանավանդ երիտասարդության պահանջները գոհացնել։ Բնական է, բայց եթե մեկը խելք ունի, ուսում ունի եւ սեր, նվիրում, հավատք չունի, շատ կարճ ժամանակ կտևի նրա կոչման գիտակցությունը։ Չգիտեմ, ես այդպես եմ մտածում, ինչպես ես մոտենում։ Շատ ճիշտ եք մոտենում, որովհետեւ մեր հայրերը անգամ այս թեմայի շուրջ խոսել են եւ նույնիսկ կանոնական հոդվածներում կարդում ենք, որ եթե անձնավորությունը նույնիսկ լավ քարոզիչ է, լավ տիրապետում է, ասենք ավետարանի գիտելիքներ ունի, բայց եւ այնպես այդ սիրո եւ հավատքի այդ դրսեւորումները իր մեջ չեն նկատվում, վերջինս արժանի չի գտնվում սարկավակությունից քահանայության, այսինքն օծություն ստանալու, եւ այսինքն սա արդեն հայրերի մոտ հստակ նշված է։ Վերադառնալով մեր նախորդ ասածին, կցանկանայի արդեն այդ պատմական փուլերը վերել, քանի որ 5 տակարան խոսեցինք, Ղևի ցեղի մասին խոսեցինք, ասելով, որ Աստված ընտրեց որոշակի ցեղի մարդկանց, որոնք որ իրենք պիտի կատարեին, շատերը կարող են այստեղ նշել այն հանգամանքը, որ 5 տակարանը հինն էր, նորով լրումը բերվեց եւ նորով այսպես չի այլևս, բայց այդպես չէ իրականում, նորն էլ ինքը անձամբ Քրիստոս ընտրեց 12 աշակերտների։ 12 աշակերտները բոլորս գիտենք իրենց, բայց հիմնականում տեսեք, աշակերտները շատ էին Քրիստոսի։ Մենք նախորդ հաղորդումներում խոսեցինք, որ ուներ 72 աշակերտ, ուներ բազում անձինք կային իր շուրջը, բայց ինքը զուտ ընտրեց 12-ին եւ սա շատ կարեւոր է, այսինքն նորից ընտրեց որոշակի անձանց։ Եվ երբ որ այս թեմայի մասին մենք խոսել ենք, բայց նորից կարևոր եմ համարում կրկնել, երբ որ Հուդան դավաճանեց եւ ինքնասպանություն գործեց, աշակերտները արդեն իսկ հարությունն եղել էր եւ նույնիսկ համբարձումն էր եղել, Քրիստոս համբարձվել էր երկինք, կարիք պիտի չունենային կարծես թե 12-ի լրումը կատարելու, բայց այդպես չեղավ, Գործք առաքելոցի մեջ մենք հստակ կարդում ենք, որ աշակերտները որոշեցին 12-ը լրացնել, այսինքն այդ թիվը, այդ անձանց խումբը որոշակի պիտի լրացվեր եւ դա լրացվեց Մատաթիայով։ Եվ այս մասին Գործք առաքելոցի առաջի գլուխներում հստակ ասվում է, հիմք ունենալով այն, որ պիտի լիներ ի սկզբանե Քրիստոսի ասում է Հովհաննեսի մկրտությունից մինչև Քրիստոսի հարությունն ու համբարձումը պիտի մեզ հետ եղած լիներ։ Ուրեմն փաստ է սա, որ ի սկզբանե կային անձինք, որ Հովհաննեսի մկրտությունից, երբ որ Քրիստոս տասավ, մինչև համբարձումը անձինք կային իրենց հետ եւ մեկը նույն Մատաթյան էր, սակայն նույնիսկ այս անձանց մեջից պիտի ընտրվեին անձինք, որոնք որ պիտի քարոզությունը կարդային։ Եվ ես կուզենայի արդեն ավելի համարներով խոսել, որ ավելի պարզ լինի ժողովրդին, թե փաստվի նաեւ, թե ինչպես եղավ սա, որ առաքյալները ընտրվեցին, չէ՞ որ առաքյալները սովորական անձինք չէին, նրանք իշխանություն ստացան նաեւ Քրիստոսի կողմից եւ իշխանություն ստացան նախապես ասացինք մեղքեր անգամ ներելու մարդկանց, բայց այս համարները նաեւ շատ կուզենայի կարդալ, որտեղ շատ կարեւոր են, ուրեմն Գործք առաքելոցի 6-6-ում այսպիսի մի միտք կա շատ կարեւոր, որ ասում է նրանց կանգնեցրին առաքյալների առաջ եւ աղոթք անելով նրանց վրա ձեռք դրեցին։ Տեսեք, առաքյալների առաջի հիշատակությունն է, որ ձեռնադրություն կատարեցին, արդեն իրենք առաքյալները ձեռք դրեցին։ Սա ասում է Գործք 6-6-ում եւ հիշեցնեմ ուղղակի 7 սարկավակների մասին էր խոսքը, որ մեծագույն սարկավակն էլ տվյալ ժամանակի Ստեփանոս նախասարկավակներ 7-ից մեկն էր սա։ Ուրեմն առաքյալները իրենց առաջին հետևորդներին ինչպես ընտրեցին, ձեռք դնելով իրանց վրա եւ իշխանություն տալով։ Եվ սա է կարևորագույնը, որ եկեղեցին փոխանցեց մինչև մեր օրերը, ձեռք դնելով, դրա համար մենք այսօր կոչում ենք ձեռնադրություն, այսինքն ձեռքը դնել, որ սա առաքելական հիմքեր ունի։ Մեկ ուրիշ համար նորից նմանատիպ, որ ասում է նրանց համար յուրաքանչյուր եկեղեցու վրա երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին եւ նրանց հանձնեցին Տիրոջը։ Գործք առաքելոց 14-22։ Նորից առաքյալները ամեն եկեղեցու համար, այսինքն, քանի որ տարածվեց քրիստոնեությունը, երեցներ ձեռնադրեցին։ Կուզեի երեցների մասին դուք խոսեք, որտեղ ժողովուրդը կարող է չիմանա, թե երեցը ինչ է։ Երեցը հիմա մեր եկեղեցում երկու տեսակ հոգևորականություն կա։ Մենք այդ մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց քանի որ այդ նյութը բացեցիր, կարծում եմ, որ բացատրելը ճիշտ կլինի։ Եվ որ ջեմայանը ավարտում ես, ավարտելուց հետո քո առջև դրվում է երկու ճանապարհ։
ամուսության ճանապարհը ծառայելու եկեղեցուն եւ ժողովրդին եւ ոչ ամուսության, այսինքն կուսակրոնության։ Ընդրությունը քոնն է, ազատ է, այսինքն այնպես պարտադրված չէ, որ դու անպայման պետք է այս կողմ ընտրես կամ այս կողմ ընտրես։ Երկու ճանապարհն էլ մեկ նպատակ ունեն՝ ծառայություն Աստծուն եւ ծառայություն ժողովրդին, այսինքն միայն տարբերությունը աստիճանավորումի մեջ է։ Կուսակրոն հոգևորականները վանական կյանք են անցկացնում իրենց աշխարհական կյանքը զոհելով, հանուն ասենք Աստծո ավելի զբաղվում են, եթե վանական կյանքի մեջ են, վանք է ավելի հոգևոր գործունեությամբ, որովհետև իրենք ամուսնացած չեն եւ աշխարհական կյանքով այդքան զբաղված չեն։ Ամբողջ իրենց միտքը ուշադրությունը դարձնում են հոգևոր ընթերցանության կամ ուսումնասիրության, հոգևոր գրքերի, մեր նախահայրերի, հայրապետների։ Բայց ամուսնացյալ հոգևորականը այստեղ արդեն ունի կին, զավակներ, երբեմն թոռներ, կարծես թե 50% ինքը արդեն կիսում է հոգևոր գործունեությունից, ստիպված ուզի կամ չուզի նվիրում է իր ընտանիքին, ուրիշ ձև չի կարող։ Նա փաստորեն կես մասով է կարողանում, ամբողջությամբ չի կարող, որովհետև ժամանակի հարց է նույնիսկ չես կարող, բայց ծառայությունը նույնն է, այսինքն կուսակրոն հոգևորականները իրենք ավելի բարձր պաշտոններ կարող են վարել, որովհետև ժամանակի հարցը, տեղափոխության հարցը, եթե մեկը ասենք թեմի առաջնորդը եպիսկոպոս է, եւ եթե ամուսնացած լինի, բնականն է չես կարող նրան այստեղից վերցնել եւ ուրիշ երկիր ուղարկել, որպեսզի նա գնա այնտեղ ծառայություն մատուցի, որովհետև տեղահանության հարց է, բավական դժվար է, երբ հաստատվում ես։ Այսինքն մեր եկեղեցում երկու տեսակ հոգևորականություն կա՝ ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ։ Մենք հիմա ժողովրդին կարող ենք ասել նույնիսկ այս բաժանումը երբ տեղի ունեցավ, չէ՞ որ սկզբից ամուսնացյալ հոգևորականներ են, մինչև Սուրբ Սահակ Պարթև Գրիգոր Լուսավորչից սկսած կաթողիկոսները նույնիսկ ամուսնանում էին, բայց կային նաև որ ամուսնացած չէին, ինչպես օրինակ Գրիգոր Լուսավորչի մեկ տղան Արիստագեսը, որ ամուսնացած չէր, ասենք կուսակրոն էր, վրթանեստ էր ամուսնացած։ Այսինքն երկու տեսակներ կային այն ժամանակ, բայց ավելի ընդունված էր, որ կաթողիկոսական աթոռը ժառանգական ձևով պիտի շարունակվեր, ինչպես տեսանք, որ Գրիգոր Լուսավորչը վրթանեսը եկավ, Արիստագեսը եկավ, մի խոսքով այս երկուսն էլ կային, բայց ավելի շեշտված ձևով եղավ այն ժամանակ, երբ որ վանական սիստեմ հաստատվեց, վանքեր հաստատվեցին եւ մարդիկ, որոնք ցանկություն չունեին ամուսնանալու, վանական կյանք ընտրեցին, իբրև ասենք իրենց ապագա կյանք։ Ամեն մարդ չի ուզում ամուսնանալ։ Ուրեմն երկու ճանապարհ, ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ, այս երկուսն էլ ձեռնադրությամբ են լինում անշուշտ։ Չեն կարող առանց ձեռնադրությամբ որևէ մեկը իր իշխանություն չի կարող ստանալ շարունակելու իր ծառայությունը։ Քահանա, երբ որ ասում ենք, մենք նկատի ունենք երկու կողմներ՝ եւ ամուսնացյալ քահանա եւ ոչ ամուսնացյալ։ Մյուս կուսակրոն քահանայի աստիճանը բարձրանում է, ասենք աբեղա, վարդապետ, ծայրագուն վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս եւ կաթողիկոս։ Այս աստիճանավորումն է։ Մենք մի ավելի մանրամասն ենք խոսում։ Կուզեք, եթե երեց բառի համար ինչի է հարցնում, որովհետեւ նույն երեցը նույն հոգեվորականին է վերաբերում, ժողովրդի մեջ կարող է ավելի տարածված լինի երեց կնոջը երեց կին են ասում, բայց շատ հաճախ չեն հասկանում, որ երեցը տվյալ դեպքում երեցն է, հոգեվորականն է, որ իր կինն էլ երեց կին է կոչվում։ Երեցը Տեր հայրն է, այսինքն։ Տեր հայրին մեր գրափարյան խոսքով երեց ենք ասում։ Իսկ Տեր հայրի կնոջը երեց կին։ Տեր հայրի կին, այսինքն այդ իմաստով։ Տվյալ դեպքում, երբ որ գործկառաքելոցը ասենց երեցներ ձեռնադրեցին, նշանակում է պարզ ու հստակ արդեն ասվեց, որ հոգեվորականներ ձեռնադրվեցին, որոնք ուղարկվեցին տարբեր եկեղեցիներ հովություն անելու, որովհետև առաքյալները լինելով 12 չէին կարող բոլոր եկեղեցիներին սպասարկել։ Այսինքն ի սկզբանե ինչու եմ շեշտվածությունը դնում նախնական քրիստոնեական եկեղեցու վրա, որ ի սկզբանե արդեն Քրիստոսից սկսած եւ իր առաքյալներով շարունակված որոշվեց քահանայության աստիճանավորումը տալ եւ շատ շեշտվեց այս աստիճանավորումը եւ մենք խոսեցինք ձեռնադրության վրա, նաեւ ուզում եմ ավելի կարեւոր համարվել է, որ ձեռնադրվածը նաեւ ստանում էր Սուրբ Հոգու շնորհը։ Սա շատ կարեւոր է, որ դրա համար նախապես հաղորդման սկզբից մենք ասեցինք, որ ընդհանրապես խորհուրդ ինքը շնորհնելու ստանալու խնդիր է եւ այստեղ ձեռնադրյալը ինքը ստանում է շնորհ եւ այստեղ Պողոս առաքյալն է 2 Տիմոթեոսի մեջ շատ հստակ նշում այս հանգամանքը, ասելով որ ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծո շնորհը, որ տվի քեզ իմ ձեռքերը դնելով քեզ վրա։ 2 Տիմոթեոս 1:6 համար, այսինքն Պողոս առաքյալը Տիմոթեոսին, որ ինքը փաստորեն ձեռնադրեց եւ իր հոգեվոր զավակն էր կոչում, հիշեցնում է, որ ես իմ ձեռքերը դնելով քեզ Աստծո շնորհ եմ տվել եւ վերարծարծի սա։ Այք հիշեցնենք, որ միայն ձեռքերը դնելով այն ժամանակ, երբ որ քիչ էին, բայց երբ որ շատացան,
առաքյալները ամեն կողմ չէին կարող հասնել, դրա համար յուղով օծելու կարգը հաստատեցին, որ իրենք այդ յուղը օրհնում էին եւ ուղարկում էին, որպեսզի մյուսները կարողանան այսպես շարունակեն իրենց ծառայությունը իբրև սարգսավագ, իբրև ավագերեց, քահանա կամ բարձ սովորական հոգևոր կյանքին նվիրված մարդ։ Ուրեմն հետաքրքիրն է, որ ասեցի շնորհք հաստանում յուրաքանչյուր ձեռնադրվող։ Այո։ Մի բան էլ կա, որ յուրաքանչյուր ձեռնադրվողին ինձ ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ անունները փոխում են։ Շատ կարևոր է, այո։ Ինչու են անունները փոխում։ Օրինակ, եթե ասենք թե անունը Հովսեփ է, իմ անունը Ստերովսեփ է, իմ տարբերություն։ Օրենքով պետք է փոխվի։ Ընդհանրապես փոխվում է, Պետք է փոխվի, կդնեն հոգևոր, ասենք, սրբի մի անուն։ Եթե ասենք Գարեգին է, թեկուզ եւ Գարեգին է քո անունը, իրենք այդ անունը փոխում են, կարող է դնեն ինչ որ Տեր Գուրգեն կամ ինչ որ մի անուն կամ Հայր Գուրգեն, ամենայն դեպս փոխում են, ինչու են փոխում։ Որովհետեւ քիչ առաջ որ ասացի մարդու վրա նոր շնորհք է գալիս։ Մենք ինչպես մագարտությամբ վերստին նոր մարդ ենք դառնում, հոգևոր իմաստով, ավազանի ծնունդ ենք առնում։ Ճիշտ ձեռնադրությամբ էլ օծումով, չէ՞ որ օծում է ճակատդ։ Մագարտությամբ մի անգամ օծում է, ձեռնադրությամբ երկրորդ անգամ է օծում քո ճակատդ, որովհետեւ նոր մարդ ես դառնում, նոր շնորհք է գալիս քո վրա, վերստին կրկնյակի անգամ։ Դրա համար երբ որ ես ժողովրդին ասում եմ, որ ես ավելի շատ մեղավոր եմ ինչ իմաստով, որովհետեւ ձեր բոլոր մեղքերի իմ վրա է, ինչու՞, որովհետեւ դուք մեկ օծում ունեք, մագարտությամբ դուք մեկ անգամ օծում եք ստացեք, դրոշմվել եք, ես երկու անգամ իբրև ամուսնացյալ քահանա, երկրորդ անգամ եմ դրոշմվել, միրոնով օծվել եմ, ուրեմն այդ երբ որ ես իմ վրա եմ վերցրել Քրիստոսի լուծը, որ ասում եմ իմ ժողովրդի դժվարությունը, նեղությունը իմ վրա եմ վերցրել, ուրեմն կնշանակի ես պատրաստ եմ եղել այդ վերցնելու։ Եվ ավելի մեծ պատասխանատվություն եք կրում, որպես արդեն օծյալ, իհարկե։ Անունը փոխելը կնշանակի մարդը դառնում է տվյալ անձնավորությունը մի նոր մարդ, նոր շնորհք է գալիս իր վրա, պատասխանատվության մեծ զգացում պետք է լինի իրեն, որ կարողանա շարունակել։ Դրա համար մենք ավելի պատասխանատու ենք Աստծո առաջ, եթե իրապես շատ սխալներ ենք կատարում։ Գիտեք, այս միտքը նաև կարևոր հանգամանք ունի այն առումով, որ սա նորից աստվածաշնչային հիմքեր ունի։ Հիշենք Պողոսին, որ նախապես Սողոս էր կոչվում, եւ նա այն մարդն էր ամբողջությամբ տարբեր նկարագիր ունեցող, քրիստոնյաներին հալածող, Ստեփանոս նախավկայի քարկոծման ժամանակներ կա եւ հավանող, այսինքն ինքը ցանկանում էր այդ մահը եւ ամբողջությամբ դարձից հետո փոխվեց եւ իր անունը փոխվեց, ինչպես ասեցիք, դարձավ Պողոս եւ ամբողջ իր գործունեության ընթացքում բոլոր տեղերը Պողոս է նշվում, բացի մեկ տեղից ուղղակի Աստվածաշնչում, որ Սողոս հիշվում է, բայց ընդհանրապես իր անունը անգամ փոխվեց եւ եկեղեցու հայրերը շատ հստակ այս հանգամանքն են նշել, որ անձնավորությունը վերափոխվելով հոգեպես դառնալով արդեն նոր արարած, նաեւ իր անունն է փոխում։ Սա այդ իմաստ ունի եւ նորից էլի առաքելական հիմքեր ունի։ Նորից ուզում եի սա շեշտել։ Շատ լավ, հայ, երևի ընդմիջման գնանք, որ շարունակենք մեր այսօրվա հաղորդաշարը։
Շարունակում ենք մեր հաղորդաշարը, վերստին կգնելու համար ասեմ, որ մեր նյութներ այսօր մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկը ձեռնադրության կարգը, որի մասին մենք խոսեցինք, որ ավետարանական հիմքեր ունեն, գալիս է Աստվածաշնչից, ինչպես Մովսես մարգարեն եւ Աստված անշուշտ հրեվդացիներին տվեց իշխանություն, որպեսզի նրանք կարողանան հոգեվոր գործունեություն ծավալեն, Քրիստոս ինքը առաքյալներին կանչեց, նրանց իշխանություն տվեց, որպեսզի նրանք կարողանան իրենք էլ քարոզել եւ ձեռնադրել, ինչպես առաքյալները ձեռքերը դրեցին իրենց հետևորդների վրա, նրանց ձեռնադրեցին, այնուհետև երբ որ շատացան յուղով օծեցին նրանց, ովքեր որ շարունակեցին իբրև սարգսավակ, իբրև ասենք եպիսկոպոս, իբրև վարդապետ իրենց ծառայությունը մեր հայաստանից առաքելական եկեղեցում, այսինքն տրվեց իշխանություն, ավետարանական հիմքը այս է։ Հիմա այսօր կան մարդիկ, որոնք առանց այդ իշխանությունը ստանալու մկրտություններ են անում, քարոզություններ են անում, հաղորդություններ են տալիս, նույնիսկ զարմանալ կարելի է այդ իշխանությունը տրվում է յուրաքանչյուրին հիմա այսօր մեր եկեղեցում օծումով։ Ես իբրև Տեր Հայր ամուսնացյալ քահանա, ես օծումով եմ ստացել այդ իշխանությունը, որպեսզի կարողանամ առաքյալներից եկած այդ ժառանգությունը, իշխանությունը իմ վրա ունենամ եւ մկրտություն կատարեմ, հաղորդություն տամ, ժողովրդից ծառայեմ, Հայաստանի առաքելական եկեղեցում ծառայեմ, կան մարդիկ, որոնք ոչ մի հոգեվոր իշխանության չեն ենթարկում։ Աստված իրենց հետ մենք այսօր չենք քննարկում այդ հարցը, այսօր խոսքը օրինական ճանապարհով իշխանություն ստանալու մասին է, ձեռնադրության մասին է, այսինքն ձեռքը դնել վրան եւ տալ այդ իշխանությունը։ Այսօր մենք օծումով ենք ստանում, մենք խոսեցինք այս մասին։ Ուրեմն յուրաքանչյուր հոգեվորական դատինի ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ ստանում է իշխանություն եպիսկոպոսից կամ կաթողիկոսից օծումով այդ իշխանությունը եւ նա շարունակում է իր ծառայությունը, հոգեվոր ծառայությունը այդ տեսակետից։ Մենք ավելի բծանանանք հիմա ձեռնադրության աստիճանների վրա, որպեսզի ժողովրդին բացատրենք, թե ինչ աստիճաններ կան, ուր են հասնում յուրաքանչյուրը։ Ասացինք, որ երկու աստիճանավորում կա, մեկը ամուսնացյալ, մեկը ոչ ամուսնացյալ, բայց դրանից առաջ մինչև ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալի հասնելը ունենք փոքր աստիճաններ, ասում են այդ փոքր աստիճաններ եւ մեծ աստիճան։ Փոքր աստիճաններն են օրինակ դռնապանություն, ընթերցողություն, երթմնեցություն, ջահանգալություն, կիսասարգսավակություն եւ սարգսավակություն։ Սրանք ներքևի աստիճաններն են։ Վերևի 3 աստիճաններն են քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն։ Ուրեմն 9 աստիճանավորում կա, փաստորեն։ Մենք ավելի հիմա կմանրամասնենք, բայց նախապես, քանի որ 9-ի մասին ասվեց, հետաքրքիր է այս աստիճանավորումները վերջնական իրենց տեսքը ստացան փաստորեն արդեն մոտ առապես 9-ից 10-րդ դարերում եւ Դիոնիսիոս Արեոպագացի շատ մեծ հայր ընդհանրական եկեղեցու այս 9 աստիճանավորումները նմանեցրեց հրեշտակների 9 դասերին։ Նման ամբողջությամբ նմանացնելով, որ հրեշտակներն ունեն 9 դասեր եւ երևի մեր հաղորդումներից մեկում մենք նպատակադրվել ենք այս մասին խոսել, նույն ձևով եւ քահանայական այս հոգեվոր ընդհանուր հոգեվորականության աստիճանը բաժանեցին 9 աստիճանի։ Առաջի 6-ի մասին ասացիք, հետաքրքիր տեղեկության հանդիպեցի գիրք Հարցմանցի մեջ Տաթևացու 14-րդ դարի մեր եռամեծար վարդապետի, վստահ եմ, որ շատերը գիտեն Տաթևացու մասին կամ որևիցե տեղեկություն ունեն իր մասին։ Ժամանակին այս 6 աստիճանները փաստորեն առանձին էին, հիմա բոլորին դպիր ենք կոչում, այսինքն ավելի ամբողջացվեցին, բայց յուրաքանչյուր աստիճան ուներ իր նպատակ։ Օրինակ դռնապանը, որ ասեցիք, դռնապանի նպատակը հետևանն էր, որ եթե անհավատ կամ պիղծ միազնավորություն փորձեր մտնել եկեղեցի, իր դեմը այսպես է Տաթևացին բացատրում, դռնապանը թույլ չտար այդ քայլը կատարվելու, այսինքն մի օտարական, մի պիղծ միազնավորություն, որը որ չէր համապատասխանում հավատացյալի կերպարին, սա մեկն էր։ Բայց երբ որ ասում է, ասենք, անձինք ներս մտան եւ այս անձինք փաստորեն իրենք ուրացող էին եւ այլն, եկեղեցին թույլ էր տալիս մտնել, բայց իրենց արչեւ ընթերցանություն էր անում, այսինքն անհատ էին կանգնեցրել, որը պիտի ընթերցաներ Սուրբ գրքից եւ այս նպատակը միակն էր, որ մարդը զղջար իր կատարած ուրացությունների, իր կատարած սխալների համար եւ փորձեր դարձի գար։ Եվ երբ որ ասում եմ մյուս քայլը արդեն փաստորեն երթումնեցություն այդ անձնավորությունը տվյալ մարդուն, որ արդեն դարձի եկավ, երթվեցնում էր, որ այլևս դու ուղղափառ հավատքին հետևիր եւ հեռու մնա քո բոլոր սխալ գործերից։ Սա երրորդ աստիճանն է Տաթևացին բացատրում։ Չորրորդը արդեն այս անձինք, որ կիսով չափ արդեն պատրաստ են, ջահանկալությունն է,
որ ջահն է, լույսն է տալիս, փաստորեն Աստծո ավետարանի լույսն է նրանց բերում, որ ամբողջությամբ մաքրվեն, եւ արդեն կիսա սարկավակությունը, որ հետագայում արդեն ներմուծվեց հայրերի կողմից, սա էլ արդեն որ ընդհանրապես անձնավորությունն արդեն մաքրվեց, այս ամբողջ этаպները, փուլերը անցնելով մաքրվեց։ Հետաքրքիր կերպ է բացատրվում, բայց նորից ուզում եմ շեշտել, որ այսօր դպրաց դասը փաստորեն իր մեջ Տերեր դուք էլ վստահ եմ, որ այսի միտքը կփաստեք, որ ամբողջացրեց, մեկը դարձրեց, կոչելով ամբողջը դպրաց դաս եւ արդեն սարկավակները, սրանք իհարկե կոչումներ են, իսկ սարկավակությունը արդեն ձեռնադրությամբ է կատարվում եւ հետաքրքիր է, որ ասենք առաջի դասից ի վերջ փաստորեն գավիթից դռից մոտենում ենք եւ սարկավակը արդեն Երբ որ ձեռնադրվում է, արդեն բեմի վրա է ձեռնադրվում։ Ուրեմն դրսից գալով այս 6 աստիճանները հասնում ենք մինչև սարկավակ, իսկ սարկավակը արդեն բեմում ձեռնադրվում է եւ ունի որոշ իշխանություն, որի մասին երևի դուք ավելի մանրամասն կխոսեք։ Հայ, ուրեմն երբ որ սարկավակ են ձեռնադրում, բնական է առաջին հերթին պետք է մեկը լինի, որ վգայի տվյալ անձնավորության կամ տվյալ անձնավորությունների, ասենք, պարկեշտ, համեստ հավատքով, սիրով նվիրված լինել, դրա համար դա կոչվում է խարտավիլակ, այսինքն վկայողը խարտավիլակ անունն են տալիս գրաբարեն, որ դա լինում է քահանա կամ վարդապետ կամ եպիսկոպոս ինքը ձեռնադրում է, անշուշտ վկայողը ավելի ցածր աստիճան ունեցողն է կամ ամուսնացյալ քահանա կամ վարդապետ, որոնք վկայում են տվյալ անձնավորությունների ճշմարիտ հավատք ունեն, եթե չվկայեն, եպիսկոպոսը չի ձեռնադրի նրան, որտեղ այդ իրավասությունը չունի Քանի որ եթե մեկը անարժան չէ, այդ իրավունքը չունի նրան, այդ կարգը տալու, որտեղ սարկավակությունը 6 աստիճան ունի, վերջի 2 աստիճաններն էլ ավելացնում են իր վրա, 4-ը դպիրներն են, 2 հատ սարկավակին, 6 աստիճան արդեն դա դեպի հոգևորականի մուտքն է։ Այո։ Այստեղից պետք է ասենք սարկավակը ինքն է որոշում այդտեղից լինի հոգևորական կամ ինչպեսին լինի ճանապարհը այդ է։ Նա կարող է ամբողջ կյանքում էլ սարկավակ մնալ, այսինքն պարտադիր չէ, որ ինքը անպայման դառնա հոգևորական, նա կարող է այդ սարկավակ վիճակով էլ ինքը մի քանի եկեղեցիների պատասխանատու լինի, իրավունք ունեն, ասենք, իշխանություն տվյալ թեմի առաջնորդը իրեն ավետարան կարդալու, որևէ ձևով հիվանդին այցելելու, միայն կարող է հաղորդություն չտալ, որտեղ այդ իշխանությունը չունի։ Եթե պարտադրված լինի, այդ ժամանակ թեմի առաջնորդը կարող է նրան հնարավորություն տալ, որտեղ մեկը չկա, ստիպված է, ասենք, հիվանդը վերջի շնչում է, ինչ կարող է անել, ասենք, որևէ դա մեղք չի։ Առաջնորդը իրավունք ունի նրան թույլ տալու, որ նա կարողանա այդ իշխանություն։ Այսինքն սարկավակությունը արդեն ինչպես առաջին սարկավակը Սուրբ Ստեփանոս սարկավակն էր, նրանք գիտենք, որ քարկոծումով հрьяաները մերձվեցին, նա այդ զոհության ոգով իբրև քրիստոնյա կարողացավ շարունակել առաքյալների գործը։ Շատ սարկավակներ կային բացի Ստեփանոսից, անշուշտ բոլորն էլ նահատակվեցին Քրիստոսի սիրո համար։ Հիմա մեզանից նահատակություն չի ուզում, անշուշտ ավելի նվիրվածություն, ավելի զոհություն, ավելի հավատք, որ կարողանանք մեր ժողովրդին տալ այդ։ Ուրեմն սարկավակությունը 6-րդ աստիճանն է, որ մուտքն է, ինչպես կարելի ասել, դեպի ասպարեզ հոգևոր կյանքի, հոգևորականության ասպարեզ։ Շարունակությունը ասում գիտենք, քիչ առաջ ասացի, որ երկու ճանապարհ է բացվում, ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ։ Մենք ամուսնացյալի մասին կարող եմ միայն ասել, իբրև ես ամուսնացյալ տերհայր քահանա, որ մեր աստիճանավորները չի բարձրանում որևէ ձևով։ Մեզ միայն կարող է, ասենք, ամենահայոց կաթողիկոսը պարգևադրել մեր լավ, ասենք, ծառայության համար, ասենք, լանջախաչով, այսպեսի լանջախաչով, կամ ծաղկյափիլնով, կամ ավագ քահանայի կոչումով։ Այս 3 պարգևադրումները կարող ենք մենք ստանալ։ Նույնիսկ կարող է վարդապետական լանջախաչ, եթե իրապես վաստակը մեծ է, կարող է ամենահայոց կաթողիկոսը կամ եպիսկոպոս կաթողիկոսը գեզի վարդապետական լանջախաչ նվիրել։ Իսկ մյուս կողմը, կուսակրոն հոգևորականությունը նա զինվորական աստիճանների պես է։ Ուրեմն աբեղա, այսինքն առաջին աստիճանն է, որը օծումով է տրվում յուրաքանչյուր հոգևորականի, այնուհետև վարդապետական աստիճան, վարդապետ ինքը գիտեք, Հիսուս վարդապետ էր, ուսուցիչ էր, վարդապետ նշանակում է ուսուցիչ, վարդապետական աստիճանը անշուշտ գիտական աստիճանի մոտ աստիճան է, ինչպես նաև ծայրագուն վարդապետի աստիճանը, այս երկուսը գիտական աստիճանները, որ տրվում են այդ հոգևորականին, երբ որ որևէ ձևով գիտական մի կամ հոգևոր գիտական, այսինքն ոչ թե ուրիշ գիտական, հոգևոր իմաստով գիտական, երբ որ կարողանում է նա պաշտպանել այդ որևէ նյութի շուրջ եւ նա դրում է մասնավոր գավազան կրելու իրավունք։ Մինչ այդ աբեղան իրավունք չունի
գավազան կորել եւ իշխանություն տրված չի։ Իշխանություն է տրվում նրան գավազան ունենալու եւ քարոզելու։ Ճիշտ է, կուզեք տերեր, մեկ-երկու բան էլ ես, եթե կարելի է շոշափեմ այս հարցը, իհարկե վարդապետ տվյալ դեպքում ճիշտ նշեցիք, ուսուցիչ, Քրիստոս ինքը վարդապետ էր։ Ուրեմն վարդապետական 14 աստիճանները, որ մենք պիտի խոսենք 4-ը մասնավոր եւ 10-ը ծայրագույն, հաստատվեց Տաթևի վանքի Տաթևացու հռչակավոր այս վանքի կողմից նպատակը մեկն էր, երբ որ ժամանակին եթե անձինք լավ ուսումնասիրել են հայոց պատմությունը, այդ 13-14-րդ դարում հսկայական թափ ստացավ ունիթորական շարժում, այսինքն կաթոլիկ միսիոներներ այսպես կոչված ներթափանցեցին Հայաստան մեկ նպատակ ունենալով, ուղղակի հայերին դավանափոխ անել իրենց գաղափարախոսության միջոցով, ուսյալ վարդապետներ էին սրանք կաթոլիկության կողմից եւ սրանց դեմը կարծես փորձեցին դիմակայել իրենց հայոց կենտրոնները, հայոց ուսումնական կենտրոնները, որոնցից գլխավորագույններից մեկն էլ Տաթևի վանքն էր հանրահայտ, հռչակավոր Եվ ահա այս աստիճանում է, որ փաստորեն այսքան մանրամասնեց յուրաքանչյուր աստիճան տրվում էր սովորական ձևով չէր տրվում, տրվում էր տվյալ անհատի գիտական որևիցե մի հայտնաբերման, գիտական որևիցե մի առաջընթացի կողմից եւ պատկերացրեք 14 աստիճաններ անցած վարդապետ, ուսուցիչ, որ այսքան բովով անցել է, սրանք հիմնականում մեծագույն գիտնականներն էին, որոնց մասին մենք տեղեկություններ ունենք պահպանված։ Եվ այս գիտնականներն են, որ կարողացան իսկապես դիմակայել ունիթորական շարժմանը եւ թույլ չտվեցին, որ հայերը փաստորեն ձուլվեն կաթոլիկության մեջ։ Կարողացան մի հրաշալի միտք ստեղծել քրիստոնեական, իհարկե հիմք ունենալով մեր նախնիներին, բայց շատ ավելի առաջ տարան եւ կանգնեցին։ Եվ սա է պարագան, որ իրոք իրենք իրավունք ունեին այո գավազան կրելու եւ նաեւ կարող ենք ասել, որ կուսակրոն քահանաներին նաեւ բնորոշ է վեղարի գաղափարը, որ ամուսնացյալ քահանաները չունեն վեղար կրելու իրավունք եւ երևի ժողովուրդը այսպես կարող է փաստորեն տարբերակել որն է կուսակրոն եւ որը կուսակրոն չի երևի անունների դիմելու տարբերություններ կան օրինակ դեր հայրին պիտի ասեք օրհնեցեք դեր հայր կամ օրհնիա դեր ինչպես ասում են իսկ վարդապետին կամ աբեղա վարդապետ ծառագուն վարդապետ աստվածօգնական հայր սուրբ եպիսկոպոսին աստվածօգնական սրբազան հայր վեհապարին աստվածօգնական վեհապար դեր դիմելու ձևերն են աշիշտ, բայց նամակ գրելու ձևերը տարբեր են մի քիչ այդ մասին չմանրամասնենք, եթե որևէ մեկին հետաքրքրում է կարող է մեզ հեռացնել, մենք կարող ենք իրենց ավելի մանրամասն բացատրել, որտեղ հաղորդում ենք քիչ շատ անգամ ես աշխատելով առաջնորդարան մարդիկ գալիս են, ես աշխարհիկ լինելով հանդերձ հարցնում են եւ ընդհանրապես ինչպես դիմեմ, չգիտեն։ Եվ ինձ թվում է շատ կարևոր է այս մասին խոսել, որովհետև մարդիկ չգիտեն, բայց ցանկանում են իմանալ, այսինքն շատ հաճախ տերտեր են ասում առանց հասկանալու այս մասին, բայց իրոք ամեն ինչ իր աստիճանակարգումը ունի եւ այս ամեն ինչ կյանքի փորձառության եւ վաստակի շնորհիվ է տրվում, սովորական բաներ չեն սրանք։ Հայկ, տերտեր բառը որ ասեցիր, պետք է ասեմ այդ անհավատության շրջանում, որ ես քահան տեր հայր եմ եղել, հատուկ արված էր, որպեսզի մի քիչ ավելի արհամարհական վերաբերմունք ունենան տվյալ հոգևոր ծառայողի նկատմամբ։ Ես շատ բաներ եմ հիշում, այսօր չեմ ուզում հեռուստացույցով այդ մասին խոսել, եւ դեր բառը դրեցին արհամարելու համար, բայց եթե խոսքում նայես, դեր բառը մենք իրավունք չունենք կրելու մեր վրա, որտեղ ես տեր հայր եմ, բարձ տեր հայր, բայց դեր միայն ասում է ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսի վրա, երբ որ ասում են նորին սուրբ օծություն դեր Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոս կամ Գարեգին երկրորդ դերը բնորոշ է ոչ թե միասին առանձին դեր մենք մեկ դեր ենք ինձ ասում են դեր Հովսեփ քահանա ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսի վրա երկու դեր կա որտեղ նա քահանայապետ է մենք քահանա ենք նա քահանայապետ է այսինքն բոլորի քահանաների ղեկավարն է հոգևոր պետն է ուրեմն երբ որ դեր էին ասում լավ իմաստով չէին ասում առանց գիտակցելու այդպիսի արտահայտություն ունեն որովհետև գիտեք համակարգը այնպեսին էր որ ժողովուրդը բայց շատ հավատացյալ էր պարզապես համակարգը այնպես է դրված որ պաշտոնի վրա եղող մարդիկ չէին կարողանում իրենց հավատքը ցույց տալ ես հիմա հպարտությամբ եմ ուզում ասեմ որ արտաքինն էր որ այդպես տգեղ երևույթ կար բայց ներքինը որ ես լավ ծանոթ եմ ներքին նույնիսկ այդ ամենամեծ ասենք ռայկոմի քարտուղար որ ասում են նրանք էլ հավատք ունեին բացապես իրենց պաշտոնի համար չէին կարողանում ցույց տալ ուրեմն այդ դեր բառը արհամարհական իմաստ ուներ ժողովուրդը պետք է երբ որ տեր հայրին ամուսնացյալ քահանային դիմում է պետք է ասի տեր հայր օրհնեցեք տեր հայր այնուհետև վարդապետը
Դարագուն վարդապետը, այսինքն վեղար ունի մարդու վրան, հոգևոր սպասավորը պետք է ասենք Աստված օգնական հայրսուրբ Աստված օգնական սրբազան հապարտեր խոնարհվեն ձեռքը համբուրեն, հասկացար, սրանք ձևեր չեն, այլ սովորություններ, որ դարերի խորքից են գալիս, ինչպես ասենք ձեռնադրությունը ադետարանական հիմք ունի, այս արտաքին երևույթները դարերի խորքից են գալիս։ Նույնիսկ մեր մամիկները, պապիկները մի երեխայի ասում են գնա, այն մեծ հասակի ձեռքը համբուրի։ Նա հոգևորական չէր, բայց հարգանքի նշան է։ Ուր մնաց որ դու օծում ունես, իշխանություն ունես, եւ կարեւոր չէ քո անձնավորությունն ինչ է։ Երբեմն մարդիկ ասում են լավ հոգևորական չի։ Դու այդ լավ հոգևորականը չէ որ գնում ես ձեռքը համբուրելու։ Դու նրա մեջ տեսնում ես Աստծո սպասավորին։ Ուրեմն Աստծո սպասավորի ձեռքը անկախ քեզանից պիտի խոնարհվես եւ համբուրես, որպեսզի Աստված էլ քեզի օգնի։ Ուրեմն այդ դեր բառը, որ ասացի, շարունակեմ։ Պաստորեն խոսեցինք քանայական, հիմա երևի մյուսի մասին խոսենք եպիսկոպոսական, արդեն ձեր, քանի որ սա արդեն նորից օծում է, չէ՞։ Նորից օծում են ստանում եպիսկոպոսները, կուզեիք այս մասին, այսինքն հիմնականում միտքը նա է, որ եպիսկոպոսը արդեն ինքը պաստորեն շատ անգամ հայրաբանական գրականության մեջ կոչվում է եկեղեցու իշխան։ Եկեղեցու իշխանն է եպիսկոպոսը, որ տվյալ թեմում, այսինքն ինքը իշխանություն ունի ղեկավարելու հոգևոր այդ թեմը, ինչպես որ այսօր Հովնան Սրբազան, Հովնան arczepiskopos Տերտերյանը մեր արևմտյան թեմն է, իրենք հոգևոր իշխան են, այո վեղար ունեն եւ երևի թե ժողովրդին նաեւ կարող ենք ասել, որ այդ կլոր շատ հաճախ Աստվածածինը մեջը կոչվում է պանակ է եւ պանակ է կրելու իրավունք ունեն եւ եթե տեսնեն այդպիսին կարող են արդեն տարբերակել ոսը այսի լանջախաչ է դա ուրեմն ավելի կլոր է որ իշխանություն ունեցողը միայն կարող է ավելի բարձր իշխանություն եպիսկոպոսը թեմի առաջնորդ պետք է լինի որպեսզի եպիսկոպոս լինի արագացնելու համար ասեմ որ արքեպիսկոպոս այսինքն եպիսկոպոսի ավելի բարձրը նա ոծում չունի, ոծումով չէ, այլ ամենայն հայոց կաթողիկոսը նրան տալիս է իր վաստակի համար, տարիների ծառայության համար, պարգևադրում նրան, ինչպես մեզ է ասենք ծաղկյա փիլոն կամ լանջախաչ են տալիս, նույնն էլ եպիսկոպոսին տալիս է արքեպիսկոպոսի, արքության կոչի, ավելի բարձր, նա եպիսկոպոսը նա արքեպիսկոպոսը։ Նույնը եւ պատրիարքի տվյալ դեպքում։ Օծում չէ, պատրիարքն էլ նույնն է, պատրիարքն արքեպիսկոպոսը է, որ օծում չէ, իսկ կաթողիկոսը պետք է անպայման օծումով լինի, նախընտրությամբ է, ընտրում են արժանավորին, որից հետո 12 առաքյալների օրինակով եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսը ձեռքը դնում են բոլորը կաթողիկոսի գլխին եւ օծումով նրան արժանացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական կաթողին։ Եվ կոչվում է ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ բոլոր հայերի վրա է իշխանություն տարածվում եւ նաեւ տարբերակիչ նշան ունի վեղարի վրայի խաչը, որ միայն ամենայն հայոց կաթողիկոս իշխանություն ունի կրելու եւ ուղղակի շատ հետեւ հիշատակություն, ուրեմն Մխիթար Գառնեցի կաթողիկոսը 14-րդ դարում իր մոտ ենք տեսնում առաջի անգամ կաթողիկոսներին օծության վերաբերյալ նամակ ունի եւ առաջի հիշատակությունն է։ Պաստորեն արդեն 14-րդ դարում այդ հիշատակությունը ունենք, կարծում ենք, որ 12-րդ դարից ընդհանրապես եկեղեցագիտություն այս կարծիքը ունի, որ կաթողիկոսները սկսվեցին օծվել, որպես օծում եղավ, մինչ այդ միգուցե եւ օծում չէր, ուղղակի տվչություն էր, բայց գոնե այսօր մենք ունենք կաթողիկոսներ, որոնք իսկապես օծում են եւ ինչպես շատ ճիշտ նշեցիք 12 եպիսկոպոս When he jumped onto the scene last կարևոր է այստեղ առաքյալների նշանակությունը։ Այսինքն կան կաթողիկոսություններ կամ պատրիարքություններ, բայց ասենք օրինակ ինչպես Մեծտանային կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Պոլսի պատրիարքությունը, բայց Սուրբ Էջմիածնում, որտեղ միածին իջավ, այնտեղ այստեղ պետք է լինի աշխարհի առաջի քրիստոնյա եկեղեցին, այնտեղ ամբողջ աշխարհի քրիստոնեության, հայ քրիստոնեության կենտրոնն է, որ նստում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Տիտղոսը արդեն ասում է։ Հայ հոգևորականի մասին, որ խոսեցինք, ես հիմա ուզում եմ երկու նախադասություն Գարեգին arczepiskopos Հովսեփյանցից բերել թե ինչ է, ինչպեսին պետք է լինի հոգևորականը, որից հետո աղոթքով մենք կվերջացնենք այսօր մեր հաղորդաշարը։ Շատ է խոսում Գարեգին Հովսեփյանցը, բայց ես երկու նախադասություն։ Շատ քիչ են ճշմարիտ կրոնական ազնվորությունները, անդրեալներ միայն արժանի են այդ անվան, բայց այնքան մեծ է կրոնի ուժը, որ եթե մի քանի առաքյալներ ունի նա եւ փոքր ինչ հաստատված է ժողովրդի սրտում, հրաշքներ է կատարում։ Ուրեմն քանակը կարևոր չէ, այլ կարևորը թե ինչպեսի ծառայությամբ ու նվիրում է մոդելում մեր Հայաստանի ծառայական եկեղեցուն։ Հիմա դուք կդիտեք Թահանգայի Հայաստանի ծառայական եկեղեցու շաբաթօրյա դպրոցի ավարտական հանդեսը, որտեղ մեր երեխաների շնորհքը ձեզ ուրախություն պիտի պատճառի։
Սույնին դագեն աջիցել ես, սույնին դեսկեն ջեմգել ես, ձայ ցնձալի քարնան առաջին ձայ, աչուկները գաբույդակ, ցևիկները ջերմակ, ձայ ցնձալի քարնան առաջին ձայ, Թուրշուտ կուկա շուտ կեթած մերքով քիչ կմնաց, ձայ ցնձալի քարնան առաջին ձայ, Մահացել են իմ նախահայրերը, սակայն այնտեղ չեմ բնակվում, նրանից հեռու եմ ու տարագիր, ամեն բանից ավելի պետք է սիրեմ իմ հայրիկս, ու պետք է մոռանամ նրա անունը, հաստատ համոզված եմ, որ մի օր կվերադառնամ այնտեղ, նպատակից հասնելու համար միշտ պետք է խոսեմ հայերեն, պետք է սիրեմ հայերեն հայրենիքս ու եկեղեցիս, բարդ պետք է զգամ հայ կոչվելու համար, ուխտ եմ անում պայքարել միացյալ հայրենիքիս համար։ Մարդու նման խղճի անթորոր, ապրես ուրախ ու բախտավոր։ Իմ աղքոն խոսքերը հայրենիքի մասին, օտար երկիր հայրենիք չի դառնա, հայրենիքը քո մեջն է, քո անցյալ ու ապագան, իսկ օտար երկրի մեջ միայն ներկա։ Ինչպես կարելի չէ ապրել առանց հայրենիքի, այնպես է անկար է ապրել առանց հայրենիքի։ Միայն օտարության մեջ հասկանաս ինչ է հայրենիքը, մայրենի լեզվի ոչ համայնք, միայն այնտեղ կհասկանաս, թե ինչ է հայրենիքը։ Ժառանգույն մի ամրոցս մհնավան, աշտարակներ արագած ու արարատ, թո ես ինեմ աշտարակի աղավնին, շուտ մնա իմ աղավեն հովանին, ուեր թշեմ, ուեր թապարեմ, նորից հետամ քո տանիքում ծվարեմ, ու թե մեռնեմ քո գետի մեջ մեռնեմ, թող հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոցով։ Իմ լուսաբացն ես, իմ ամոհացն ես, և իմ աստվածն ես հայրենի երկիր։ Հայրենիք ու հանդարտ սրբնաց կրսկերին, հպարտ են ապրել նրան աշխարհում։ Ես ձեր ձեռքերն եմ ապիրում հայրեն, սրբությամբ ոսկերքին իմ ոգում, կհարմանեցեք ճիշտ հայրենն է, որ մար հավիտյան նրան աշխարհում։ Իմ հինավոր ժողովրդի, իմ աստիքներ ես անբաժան, իմ տարապատ ժողովրդի, բայց է ճրակն ես վարման, իմ մակրող ժողովրդի, քան զիվարեն ես անսասան, մեր հավատքի ու մայր հողի, սուրբ խաչքարան եմ անգործան,
Իմ ակսորված ժողովրդի ես գերակարն եմ ուժս ամբար և իմ հայրենիքը Հայաստանն է, ուր ծնվել, ապրել, մահացել են մեր նախահայրերը, սակայն այնտեղ չեմ բնակվում, նրանից հեռու եմ ու տարագիր, ամեն բանից ավելի պետք է սիրեմ իմ հայրենիքս և չպետք է մոռանամ նրա անունը, սակայն այնտեղ չեմ բնակվում, նրանից հեռու եմ ու տարագիր, ամեն բանից ավելի պետք է սիրեմ իմ հայրենիքս և չպետք է մոռանամ նրա անունը, նպատակից հասնելու համար միշտ պետք է խոսեմ հայերեն, պետք է սիրեմ հայրենիքս ու եկեղեցիս, ուխտ եմ անում, վարում եմ, չգիտեմ ինչու է այդպես, Հայաստան ասելիս աչքերս հարցվում են, Հայաստան ասելիս շփոթներս շարվում են, չգիտեմ ինչու է այդպես, Հայաստան ասելիս հաստատս տախվում է, Հայաստան ասելիս հետևերս բացվում է, չգիտեմ ինչու է այդպես, Հայաստան ասելիս աշխարհը ուշում է, Հայաստան ասելիս աշխարհը ուշում է, կան կլինենք այսպես։ Ամեն մի երեխայի շնորհքը ցույց տվեց, բնական է բոլոր երեխաների համադրումը, շնորհքի բերումը, ինչպես ամեն երեխայի շնորհք ունի, ամեն մարդը շնորհք ունի, եւ Աստված ասում է, եթե շնորհքը տալիս է, պետք է օգտագործես, որպեսզի անդադ կարողանա այդ շնորհքի տերը դառնա։ Անշուշտ այդ շնորհքի մեջ բերումը գլխավոր ծնողներն են, բայց այս դեպքում քանի շաբաթօրյա դպրոցն է, բնական է, որ ուսուցչուհիները իրենց բավական ամբողջ տարվա աշխատանքը ցույց տվեցին, թե ինչպես կարողացան իրենց մեջ վառ պահել հայրենիքի եւ մեր եկեղեցու շունչը եւ կրակը։ Տեսա, երեխաները ոտք կտուն, ամեն մեկը շատ, մեկը քիչ, բայց հավասարազոր իրար դարձնելով կարողացան մեկ բան հասկացնել բոլորիս, որ ինչպես Պავლոս Սևակն ասում, կան եղել ենք, կան ու պիտի մնանք։ Այսինքն սա ոչ միայն մեր լեզվի շնորհիվ է, նաև մեր հավատքի շնորհիվ լեզուն եւ հավատքը մեզ կարողացել են մինչև այսօր հայ պահել եւ հայ եկեղեցու անդամ դարձնել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ ձեզ սիրելի ծնողներ, որ ամբողջ տարվա ընթացքում ձեր ժամանակը տրամադրեցիք, բերեցիք երեխաներին, որովհետեւ իրենց լեզուն, մայրենի լեզուն սովորեն, մայրենի լեզվով աղոթեն։ Ուրեմն աղոթքով սկսենք մեր այսօրվա ավարտենք հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո։ Արդարև եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղես, փնտրես այն ընդիր արծաթի նման եւ ինչպես կանց որոնես այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ դու կգտնես Աստծո գիտությունը։ Տերն է տալիս իմաստությունը եւ նրանից են բխում գիտությունն ու հանճարը, նա է արդարների համար փրկություն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին։ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը եւ բոլոր շավիղներդ կուղես դեպի բարին։ Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ եւ գիտությունը ախորժելի լինի հոգուտ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն։ Ամեն։